Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստին որպես վկա հարցաքննվել է գործարար Սիլվա Համբարձումյանը։ Նա ցուցմունք է տվել մոնումենտի առանձնատան դրվագի վերաբերյալ։ Ըստ ցուցմունքի գործարարը գույքի ձեռբերման ժամանակ միջնորդ է եղել։ Քանի որ մեր կողմից վկայակոչված են փաստեր առայն, որ այդ գույքը ի սկզբանե գրանցված չի եղել Վլադիմիր Սերգեյ Գասպարյանի անվամբ, սակայն դատախազությունը պնդում է, որ Վլադիմիր Գասպարյանը ի սկզբանե հանդիսացել է այդ գույքի իրական շահառուն։ Եվ ըստ էության տիկին Համբարձումյանն իր ցուցմունքում որպես վկա դատանում հարցաքննվելիս մի շարք փաստեր ներկայացրեց, որոնք հենց այդ փաստի հաստատմանն էին ուղղված, մասնավորապես հայտնեց, որ պարոն Գասպարյանի հանձնարարությամբ իր ենթակայությամբ աշխատող անձինք են որոշակի գումարները փոխանցել, որպեսզի ինքն էլ վաճառողին փոխանցի, պարոն Գասպարյանն է ըստ էության այդ գործընթացը ղեկավարել գույքի ձեռքբերման, իր միջոցների հաշվին է կատարվել, իր համար է կատարվել։ Ես միշտ ճաշակով ամեն ինչ անում։ Մոնումենտում Փափազյան հասցեում գտնվող առանձնատան շուկայական արժեքը 1 միլիարդ 418 միլիոն դրամ է։ Դատախազությունն այն դիտարկում է ապօրինի գույք եւ պահանջում բռնագանձել հօգուտ պետության։ Գասպարյանի եւ նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ այս հայցը դատանում է 2022 թվականից։ Դատարանն անցել է դատաքննության փուլին, բաշխվել է ապացուցման բեռը։ Դատարանը որոշել է, որ դատախազության կողմից ներկայացված պահանջում ներառված գույքերը, որոնք գնահատված են ապօրինի, դատախազությունը պետք է կրի այդ գույքերի ապօրինի ծագում ունենալու փաստի ապացուցման պարտականությունը, այդ գույքերը վկայակոչված անձանց պատկանելու փաստերի ապացուցման պարտականությունն է կրում, որոշակի դրանց արժեքների վերաբերյալ եւ այլն։ Իսկ հակառակ կողմը, այսինքն պատասխանող կողմը կարող է հերքել դրանց ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը ներկայացնելով իր ապացույցները։ Դատարանում ի թիվս այլ անձանց որպես վկա կհարցաքննվեն նաև Վլադիմիր Գասպարյանն ու նրա թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը։ Ընդհանուր առմամբ դատախազությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյայից պահանջում է ավելի քան 21 միլիարդ դրամի գույք, ավելի քան 5.2 միլիոն ռուբլի ավանդ եւ 263 միլիոն դրամ։ Թաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։